Լուսավոր Հայաստանը քարոզարշավ է իրականացրել սահմանադրական դատարանի մոտ։ Ցուցակի առաջին համար Էդմոն Մարուկյանն արձագանքել է անկախության հռչակագրին հղումը սահմանադրության նախաբանից հանելու իշխանության դիրքորոշմանը։ Հանրաքվեի անցկացումն ըստ Մարուկյանի նշանակում է, որ Հայաստանն ընդունում է Ադրբեջանի պահանջը եւ անտեսում է սահմանադրական դատարանի որոշումը։ Մարուկյանի խոսքով բարձր դատարանը որոշել է, որ սահմանադրության նախաբանը ոչ մի խնդիր չի առաջացնում հարևան պետությունների հետ հարաբերություններում եւ ոչ մի տարածքային պահանջ չի ներկայացնում։ Իսկ սահմանադրության մեկնաբանող մարմինը հենց ՍԴ-ն է, Ալիևը չէ, բայց Հայաստանի սահմանադրության մեկնաբանությամբ զբաղվում է Ալիևը։ Սահմանադրական դատարանը Հայաստանի Հանրապետությունում մեր սահմանադրական ամենակարևոր ինստիտուտն է եւ սահմանադրական դատարանին էր վիճակվել հաստատելու այս կանոնակարգը։ Սահմանազատման կանոնակարգը եւ երբ որ քննվում էր այս հարցը, սահմանադրական դատարանում չի բարձրացվել հարց, թե ՀՀ կառավարությունը ինչ քարտեզով է ճանաչում ինքն իրեն, Հայաստանի Հանրապետությունը ինչ քարտեզով է ինքն իրեն ճանաչում, որպեսզի այդ քարտեզը կցվեր այս փաստաթղթին։ Եվ ոչ մի քարտեզ չի կցվում այս փաստաթղթին, ուղղակի սրա մեջ գրվում է հետեւյալ բանը, որ Տավուշի մարզի հարակից տարածքում սահմանազատումը կիրականացվի 76 թվականի ԽՍՀ գլխավոր շտաբի հերթապահության մեջ դրված մի քարտեզով, զուտ այդ հատվածը եւ վերջ։